Երբևէ մտածել եք, թե ինչ է լինում, երբ թռչնակին բաց ես թողնում վանդակից, կամ հրաշքներ ա գործում, կամ գրավում է աշխարհը, ու հա, մեկ-մեկ ծրտում է մարդկանց գլխի։ Այդպիսի մի թռչնակ է Վինիսիուսը։ Հերիքա բացեին վանդակի դուռը ու նա շնչեց մաքուր օդը առանց հավելյալ քրտնելու։ Ու որ ամենակարևորն է, դեռ ոչ մեկի գլխին չի ծրտել։ Ողջույն բոլորին։ Այսօր վանդակից ազատված թռչնակների մասին է վիդեոն։ Մնացեք մեզ հետ մինչև վերջ։ Շատ հետաքրքիր է։ Վիլիարեալի դեմ խաղերը երբեք հեշտ չեն լինում, բայց այս անգամ Ռեալի առաջ դրված էր պատվի խնդիր։ Ալոնսոյի հեռանալուց հետո առաջին լուրջ մրցակիցը հենց Դեղին Սուզանավն էր, որը ինչքան էլ ջրի տակն է, բայց Իսպանիայում լավագույն եռյակում է։ Վիլին այս խաղում չէր մտածում. «Արա, էսի կարելի է, թե չի կարելի, հետ իջնեմ, թե չիջնեմ»։ Նա անում էր այն, ինչ ուզում էր։ Ազատություն, ինքնավստահություն, ոչ մի սահմանափակում։ Ահա թե ինչ է ստանում բրազիլացին, երբ ստանում է բացարձակ ազատություն։ Բայց ես ուզում ներողություն խնդրես։ Ինչի համար։ Ես միշտ էլ ասել եմ, որ նա գերտաղանդավոր ֆուտբոլիստ է, ու ինչպես ասում էր ամենայն հայոց հայհոյը, լավին լավ, վատին վատ։ Իսկ ինչ թռչնակ է Կիլիան Մբապեն։ Կոլիբրի շատ արագ է։ Չէ, դու դրա գաբարիտները տեսել ես։ Ես կարծում եմ նա թութակ է, քանի որ շատ արագ է ընտելացել տուգանային հրապարակի սահմաններին։ Այնքան հարազատ է դարձել, որ անգամ չի ուզում այնտեղից դուրս գա։ Վիլիարեալի դեմ խաղում էլ դուբլ արեց։ Հենց տուգանայինի միջից։ Մասնագետները հաշվել են, որ նա այս տեմպերով գոլեր խփելու դեպքում կգերազանցի բոլոր ռեկորդները, բայց միևնույն ժամանակ նա չի շտապում, օգնում է նաև խաղընկերներին եւ իր շարժումներով ազատ տարածքներ է բացում Վինիսիուսի, Ռոդրիգոյի ու վերջապես հավերժական հարցը, արդյոք լավ, նորմալ կարող են խաղալ Վինիսիուսն ու Մբապեն միաժամանակ գտնվելով խաղադաշտում։ Այս հարցին պատասխանել է Ալվարո Արբելոան։ Բոլորը հարցնում են, կարող են Վինին ու Մբապեն միասին խաղալ։ Ախպեր, չգիտեմ, ոնց ուզում են թող խաղան, մենակ վրաս խոսակցություն չբերեն։ Այս խաղը իրականում ազդանշան էր, որ եթե Ռեալը շարունակի ազատություն տալ իր թռչնակներին, ապա Իսպանիան հանգիստ չի քնի։ Անկամ Բարսելոնան, անգամ Ալբասետեն ընկերս։ Բարսելոնա ասեցի, հիշեցի, Nou Campից ինչ կա, գրիշ չկա։ Ինչ է կատարվում, երբ Երևանում անսպասելի ստահակաբար ձյուն է գալիս։ Պատկերացրիք, չէ, ինչ Սոդոմ Գոմորա, այդ նույն պրինցիպով Կատալոնիայում անձրև եկավ։ Անձրև։ Համեստ մի լինիր։ Հենց տպավորություն էր, ոնց որ ամբողջ Իսպանիայի ամպերը հավաքել խտացրել էին հենց կիսակառույց Nou Campի գլխին, Բարսայի ջրերը գնացին։ Բայց ստահակ անձրևը չխանգարեց Բարսելոնային հաղթել Ռեալ Օվիեդոին, իսկ Յամալին կրկնօրինակել Ռոնալդոին։ Մեսսին էլ էր ապուշ կտրել։ Esplori Clvam, ինքը Ռոնալդոին կոպի անի Բայց դրան վերջում կանդրադառնանք, իսկ մինչ այդ ասենք, որ Քրոսը ճիշտ էր։ Բարսելոնան շատ է կախված մի քանի ֆուտբոլիստներից։ Այս խաղում Պետրին բացակայում էր ու Բարսելոնան Ռեալ Օվիեդոյի դեմ խաղում լուրջ խնդիրներ ունեցավ, հատկապես առաջին խաղակեսում, բայց 3-0 հաղթեցին։ Երկարավզիկ, հաշիվը երբեմն խաբուսիկ է։ Առաջին խաղակեսում օրինակ Բարսան շատ անատամ էր, խաղը չէր ստացվում, հարվածներ ընդհանրապես գրեթե չկային ու ասեմ, Օվիեդոն շատ ագրեսիվ էր ու երբեմն կծոտում էր։ Մենք էլ կրծոտում ենք ձեր ջիգարն ու հորդորում մնալ մեզ հետ, քանի որ հարակ ծանոթանում ենք առաջիկա խաղերին, որից հետո հակահերոսներն ու հերոսներն են իրենց բլբլթումներով եւ վերջում բոնուս Յամալի եւ Ռոնալդոյի մասնակցությամբ։ Հունվարի 29-ին Չեմպիոնների լիգայի վերջին տուրում կհանդիպեն Ատլետիկո Մադրիդ, Բուդիոգլիմտ, Բարսելոնա, Կոպենհագեն, Բենֆիկա, Ռեալ, Բորուսիա, Ինտեր, Նապոլի, Չելսի զույգերը։ Հունվարի 30-ին Եվրոպա լիգայի վերջին տուրում կմրցեն Ցրվենա Զվեզդա, Սելտա, Պանաթինայկոս, Ռոմա զույգերը։
Ռեալին քիչ առաջ անդրադարձանք իր հաջող խաղով, United-ին մի քիչ հետո կհիշենք իր փայլուն խաղով ու այնպես է ստացվում, որ այս անգամ մեր առաջին հակահերոսները Ռուբեն Ամորիմն ու Խաբի Ալոնսոն են։ Ես իրականում այս տղերքին համակրում եմ, ինձ դուր են գալիս նրանց փիլիսոփայությունը, խաղը եւ այլն, բայց իրականությունից չես փախչի։ Փաստը ցույց է տալիս, որ նրանցից հետո իրենց թիմերը սկսեցին բոմբել։ Իրանց բացառիկ զրույցն են ինձ ուղարկել։ Ո՞վ է ուղարկել։ Ընկերս, Ջորջը, Գլոբինգում է աշխատում։ Ինձնից հետո United-ը սատկացնում է ուղղակի։ Ռեալին գնալուց հետո ոնց որ ազատագրված լինի։ United-ը այնքան լավ է խաղում հիմա, որ ինձ բռնապետ եմ զգում։ Ես էլ իսկ կարող է մենք իրականում բռնապետ ենք որ կանք։ Ինչ։ Իրոք մենք։ Բայց լավ է հնչում, գիտես։ Ես կասեի բռնակալ, բռնազբոս, բռի, բռնկուն, բռնաբար։ Չէ, այդ մեկը չէ, ապեր։ Խի, դրա տակից դուրս չենք գա։ Ինչ կանեիք, եթե ունենայիք 70 միլիոն եվրո գումար։ Վայելեիք, չէ կյանքը։ Հայ Լոնդոնի Արսենալն էլ մոտավորապես այդքան գումար ծախսեց ու հույս ուներ, որ հեսա վայելելու է կյանքը, բայց այդ գումարները վճարել էին Վիկտոր Գյոքերեշի համար, որը մինչև հիմա ամենալավը էս է անում։ Լուրջ մի տեսակ խեղճ տպավորություն թողեց United-ի դեմ խաղում։ Հենց տպավորություն էր, որ ստիպված է զորով է մնում դաշտում։ Այդքան անօգնական տեսք ուներ Վիկտորը։ Իսկ ամենասկզբում բոլորը գիտեին, թե շուկայում Տերմինատոր է ֆռում։ Ապե քեզ դուսը կտենամ, ասի քեզ դուսը կտենամ արա։ Եթե կարծում եք, որ այս արտահայտությունը միայն հայերիս է բնորոշ, ապա չարաչար սխալվում եք։ Սանդերլենդի ու Վեսթեմի միջև խաղի ժամանակ արևի երկրի ֆուտբոլիստ Գրանիտ Ջական լեզվակռվի մեջ համատել ֆանատի հետ, որը հետևից ինչ ասես գոռում էր, եւ մեր Գրանիտն էլ Լիվերպուլի ներողություն Արսենալի նախկին ֆուտբոլիստն էլ պատտվել ու սկսել է պատասխանել. դուս կգաս կտենամ քեզ ապե։ Բայց ամենայն հավանականությամբ չի հանդիպել, որովհետև տրիբունայից նման բաներ գոռացողների 99.9%-ի դեմ եթե հայտնվեց դեմ առ դեմ, նրանք կքաքեն տակները։ Մեր առաջին հերոսը ինձ ամենասիմպատիկ թիմը Կոմոն է։ Այս անգամ Ֆաբրեգասի թիմը պարզապես չհաղթեց, նա անցավ Տորինոյի վրայով։ Կոմոն գոլ էր խփում ոչ թե հարմար դրվագներում, այլ ուղղակի երբ հավեսները տալիս էր։ Հատկապես կենտրոնական հարձակվող Անաստասիոս Դուվիկասը, հույն ֆուտբոլիստ, որը մի քանի անգամ տխրեցրեց մրցակցին։ Եթե ուզում եք ուրախ ֆուտբոլ նայել, ապա հետևեք Կոմոյի խաղերին։ Քանի Իտալիայում ենք հիշենք նաև Ինտերին, որը ոչ պակաս ուրախ խաղ անցկացրեց Պիզայի դեմ։ Այնքան խփեցին խեղճերին, որ իրենց աշտարակի պես ծռվել էին։ Ինչ տափակն ես, բայց արա։ Ինտերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը եւ 95-րդ րոպեին կարողացավ երկար դադարից հետո գոլի հեղինակ դառնալ։ Ու Ինտերը այդ գոլի դրվագը որոշեց դնել սոցկայքերի իրենց էջերում մի արվեստի գլուխգործոց երգի նվագակցությամբ։ Ու որ չասեք լկտի սուտա, նայեք սկրինշոթ եմ արել, որ համոզվեք։ Ու քանի որ իմ ուղեղը մի քիչ անտրամաբանական է աշխատում, այն գնաց միանգամից Ինտերի SMM շիկը, ու ես մեծ հույսով փնտրում էի նրան, բայց այդպես էլ չկարողացա գտնել, ու հուսով եմ, որ նա աղջիկ է։ Արսենալի ֆաները բաց նամակով դիմել են իրենց թիմին, ասելով. Նույն Արսենալը հենց 11 մետրանոց է վաստակում, ասում է՝ վայ աման, մենք անկյունայինի համար էինք պայքարում։
Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել զինագործներին, ինչը շատ պայմանական է, որովհետև United-ի հետ խաղում այնպես չի, որ Arsenal-ը շատ վատ էր խաղում։ Ուղղակի United-ը այնքան անսպասելի, անկրկնելի էր, որ Arsenal-ը ուղղակի կողքին չերևաց։ Զարմանալի է, բայց չերևացին ոչ Սուբիմենդին, ոչ Դեկլան Ռայսը, ոչ Էդեգորը, ոչ Սական, ոչ Անրին, ամոթից գետիններ մտել։ Խաղը շատ լավն էր ու ես միանգամից դրան տվեցի ժամանակակից ֆուտբոլի եզակի փայլուն խաղերից մեկը ու կիսվեցի սոցհարթակներում մեր էջերով, որոնք կարող եք նայել Instagram, TikTok եւ այլ տեղերով, լինքերը նկարագրության բաժնում են։ Այնտեղ է նաեւ մեր Patreon-ը, ցանկացողները կարող են գնալ եւ մի քիչ աջակցել մեզ, որ նոր շորեր առնենք։ Իսկ United-ը այնպես էր պաշտպանությունից անցնում հարձակման, որ անգամ ճապոնական գնացքները այդպիսի արագություն չեն բացում, ախպեր։ Մբյումոն, Ֆերնանդեշը, փոխարինման մտած Կունյան, հաղթական գոլի եղինակը, ինչպիսի ազատություն էր, արա։ Ընդհանրապես Arsenal-ը հենակետային կիսապաշտպաններ ուներ այդ խաղում։ Դորուի գոլը էլ չասեմ։ Հրաշք։ Միայն թե հուսանք, որ սա 5 խաղյա հաղթանակի սկիզբը կլինի, թե չէ այն հարիվ փրչոտը արդեն մեջքին է մազաճացնում։ Պատկերացրեք մի ծեր տատի, որ ծեծում է մի ջահել տղու։ Խնդալու է, չէ՞։ Այտենց Յուվենտուսը ծեծեց Նապոլիին։ Յուվենտուսը խփեց 3 անպատասխան գնդակ ու ասում են ռեանիմացիայից տեղափոխվել է պալատ, որտեղ նրա վիճակը համարում են շատ արագ կազդուրվող եւ շուտով հնարավոր է դուրս գրեն հիվանդանոցից։ Մենք արդեն խոսեցինք Բարսայից, բայց խոստացանք անդրադառնալ Յամալին, նրա գոլին ու Քրիշտիանո Ռոնալդոին։ Նախ նայենք գոլը։ Ընձուղտի ասած նորենք է։ Այս գոլից հետո նոր պսկոտած երիտասարդը գնում նստում է գովազդային բաների։ Ու միանգամից բոլորը դա նմանեցրին Քրիշտիանո Ռոնալդոյի գոլի տոնմանը։ Պորտուգալացին 2017-ին առաջինն էր դա արել Ատլետիկո Մադրիդի դարպասը հետ-տրիկ գրանցելուց հետո։ Բայց դրանից հետո մի շարք ֆուտբոլիստներ նույնը արդեն արել էին։ Արդյոք սա առաջին դեպքն է, երբ Լամին Յամալը կրկնօրինակում է Քրիշտիանո Ռոնալդոին։ Հենգլոբ։ Դե երևի հա։ Ափսոս սխալվեցիր ու զրկվեցիր նորմալ վիզ ունենալու հնարավորությունից։ Շահում է էտեր։ Յամալը արդեն ունեցել է փորձ Քրիշտիանո Ռոնալդոին կրկնօրինակելու։ Ռոնին կլասիկոներում գոլ խփելուց հետո անընդհատ ասում էր. հանգիստ, ես եմ այստեղ։ Այնքան մինչև ինքը էլ չեղավ, որովհետև իրեն ճամփեցին։ Ինքը իր կամքով է գնացել։ Վիճելի է։ Բայց դա կարևոր չի հիմա։ 2024 թվականին, երբ Բարսելոնան ջախջախեց Ռեալին 4-0 հաշվով, Յամալը գոլի հեղինակ դարձավ ու գոլը տոնելիս 1-1-ին կրկնեց Ռոնալդոին ասելով. հանգիստ, ես եմ այստեղ։ Թե ինչի հետ է կապված այս նմանակումները ես դժվարանում եմ ասել, բայց դա այդքան էլ էական չի։ Ավելի լավ է հիմա եկեք գուշակենք, թե մինչև ուր կհասնի այսպես նմանակելով։ Իմ կարծիքով մոտ ժամանակներս կփորձի կպցնել Իրինա Շեյքին։ Իսկ դուք ինչ կասեք։